թեև գործընկերներիցս մեկը անդրադարձավ Վարդաշենի բնակիչներին, բայց խնդրել են այս ձայնային հաղորդագրությունը միացնեմ։ Պարոն Փաշինյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ մենք լսել ենք ժողովրդին խոսք եք տվել դրսում, որ վթարային շենքի ապրողը 20 քառակուսի ունեցողին պետք է տա 40 քառակուսի, որ մարդը բարեկեցիկ ապրի, բա ուր է ձեր ասած խոստումը, որ արդեն կառավարությունը ամսի 6-ին որոշում է կայացրել օգոստոսին, որ վթարային շենքի ժողովրդին 7-8 միլիոնով պետք է հանեն։ Որ շենքն է ձեր։ Վարդաշենի 6-րդ փողոց 68-ի A 66-ի դրոպ 1։ Ընտրություններից առաջ ձեզ խոստումներ են տվել, բայց մինչև չի կատարվել։ Ոչ։ Պարոն Փաշինյան, հարցս հետևյալն է, դուք Տիգրանաշենը համարում եք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, պատասխանը պարզ է իհարկե, որ չեք համարում, քանի որ այն դիտարկվում է անկլավ, եւ անկլավների փոխանակման հետ կապված հարցը քննարկվում է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի օրինակ, եթե Տիգրանաշենը հանձնվի որպես անկլավ, ադրբեջանցիները չվերաբնակեցվեն այդ հատվածում եւ Հայաստանի Հանրապետության մեջ կղզյակի կարգավիճակ չունենան։ Պարոն Փաշինյան, ես ինքս եմ բախվել այդ խնդրին, Fly One ընկերության հետ է կապված, բազմաթիվ ահազանգեր են գալիս քաղաքացիներից, որ այս ավիաընկերությունը իրականացնում է, այսպես ասած, խաբեություն, որովհետև ես ինքս դրա զոհն եմ դարձել, երբ օրինակ Շարլ դե Գոլ օդանավակայանից պետք է ուղիղ թռիչքով գայինք Երևան, սակայն գնացինք Մոնտենեգրո, գյուղի ավտոբուսի պես հավաքեցինք կանգառներից մարդկանց եւ վերադարձանք Երևան։ Ես պիտի խնդրեմ, որպեսզի դուք ձեր այսպես ասած պրակտիկայի համաձայն նաեւ իրավապահներին հանձնարարություն տաք հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք կամ առնվազն պետական մարմիններին, ովքեր որ իրականացնում են վերահսկողություն, հանձնարարեք հետևել եւ հասկանալ ինչումն է խնդիրը, որովհետեւ երբ ես բարձրաձայնեցի 170-ից ավել քաղաքացի նույն խնդիրների մասին էին գրում եւ որևէ արձագանք չկա, թերևս այսքանը։ Շնորհակալ եմ։ Վարդաշենի հետ կապված իմ բոլոր հաղորդակցությունը տեղի ունեցել ուղիղ եթերում։ Մի հատ բացեք, տեսնենք, ես խոստացել եմ, որ 20 քառակուսին կտանք, այսքանին կտանք, ես միշտ դժվար եմ, ես ասել եմ, որ մենք հարցով ոչ թե կզբաղվենք, այլ զբաղվում ենք, որովհետև այդ պահի դրությամբ հարցը արդեն եղել է մեր օրակարգում։ Եվ էլի եմ ասում, տեսեք, 7 միլիոն, 7-8 միլիոն դրամ տալիս ենք, պարզվում է վատ բան ենք անում։ Այդ գույքի արժեքը 0 է։ 0 է այդ գույքի արժեքը, հասկանում եք։ Բայց էլի մի հատ էլ ենթադրում եմ մեկ էլ են դիմում թողած կլինեն, մի հատ կհասկանանք, բայց դուք էլ ես հիմա որպեսզի ման չանեմ, նախկինում ես իմ բանի հիշողության վրա ավելի վստահ էի, բայց հիմա ինֆորմացիայի ծավալը այնքան մեծ է, որ մի քանի դեպք եղել է, որ ես վստահ եմ եղել, որ տենց չեմ ասեն, հենց եմ ասել, հետո պարզվել է, որ տենց չի։ Դրա համար դուք ստուգեք, հետո առիթ կլինի կասեք, տենց եմ ասել, թե տենց չեմ ասել։ Անկլավների թեմայի հետ կապված։ Ուրեմն ես արդեն ասել եմ, որ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության է հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածք, Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածք է։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, բանի Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ այս հարցը կա։ Այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ,
հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ եկեք սենց անենք, սենց լինենք, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Ստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, եւ ինչա 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Արցվաշենը կա, ներառված է բնականաբար որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն։ Հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են 29743 քառակուսի կիլոմետրից։ Բայց սահմանազատման process-ների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29743 քառակուսի կիլոմետր։ Հիմա տարբեր ես ճամբարակել եմ գնում օրինակ եւ ճամբարակում կամ նույնիսկ Երևանում հանդիպում եմ արցվաշենցիների։ Նրանց մի մասը ասում են, որ գիտեք ինչ, մեր գյուղը թող վերադառնա, մենք գնանք մեր գյուղում ապրենք։ Մյուս մասը ասում են, դե ճամբարակում արդեն տնավորվել, տեղավորվել ենք։ Թող համապատասխան բանը լինի, տարածքների փոխանակումը լինի, մենք մի հատ էլ հիմա բան չանենք։ Ադրբեջանական կողմն էլ հրապարակային այդ թեմայով հայտարարություններ արել եւ առանց չափազանցության հրապարակային դաշտում այդ թեմայով ավելի շատ ինֆորմացիա կա, քան թե դրա մասին խոսվել է բանակցությունների սեղանի շուրջ։ Մի բան հստակ է։ Մենք այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել կամ այս կերպ կամ այն կերպ։ Մենք ունենք հստակ ըմբռնում եւ դա արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, այս անջատեմ, որ ֆիքսենք, որ հնչել է, այս հարցի պատասխանից հետո արդեն ավարտում է։ Այդ բանում փաստաթղթում արձանագրված է, թե մենք ինչ սկզբունքներով պետք է իրականացնենք սահմանազատումը։ Սահմանազատման արդյունքում այդ հատվածներում ապրող մարդիկ ոչ թե պետք է խնդիրներ ունենան եւ այդ գյուղերում ապրող մարդիկ։ Մենք սահմանազատման արդյունքում ոչ թե արցվաշենցիների համար պետք է խնդիրներ ստեղծենք, անհանգստություններ, վտանգներ եւ այլ ընդհակառակը պետք է անենք, որ մարդիկ երկար տասնամյակներով, հարյուրամյակներով հանգիստ, խաղաղ, առանց կոնֆլիկտային պոտենցիալի ապրեն։ Հիմա դուք կարող եք ասեք, հա, կոնցեպտը հասկացանք, բայց դա գործնականում ի՞նչ է նշանակում։ Գործնականում այս պահին չկա որևէ պայմանավորվածություն։ Պետք է երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ ընդ որում պետք է նայել բանի ընդհանուր համատեքստում, որովհետեւ մենք մեր կողմն ենք նայում։ Օրինակ Ադրբեջանում էլ կա իրավիճակներ, որ եթե ճշգրիտ կանոնով իրականացնենք սահմանազատումը, առնվազն մի քանի բնակավայրեր ընդհանրապես ճանապարհից զրկվում են։ Այսինքն ընդ չի, մենք մեր կողմից ենք նայում, մեզ թվում է, որ մենք այդ խնդիրը մենակ մենք ունենք, բայց այդ խնդիրը միայն մենք չունենք։ Եվ քանի որ խաղաղություն է հաստատված, այդ հարցերը բոլորը պետք է լուծվեն խաղաղության տրամաբանության մեջ։ Այն հաշվառումով, որ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքը ֆիքսվի։ Ադրբեջանի տարածքը, եթե ուշադրություն եք դարձրել, ես չեմ ասում, Հայաստանի տարածքը այսքան պետք է լինի, Ադրբեջանի տարածքը այսքան պետք է լինի։ Էդ էլ որպեսզի դավադրապաշտություն չառաջանա, ասեմ ես ինչի Ադրբեջանի տարածքի թիվը չեմ ասում, որովհետև խորհրդային միության ժամանակներից մինչև հիմա Ադրբեջանի տարածքը փոխվում է կապված Կասպից ծովի մակարդակով, որովհետև բարձրանում է Ադրբեջանի տարածքը քչանում է, իջնում է Ադրբեջանի տարածքը շատանում է։
Դրա համար ես 1-2 անգամ օգտագործել եմ, հետո հասկացել եմ, որ դա բանա, ճիշտ մեթոդաբանություն չի, որովհետև կարա այդ թվերի տարբերությունից մի անգամ այսքան ասեմ, մի անգամ այնքան ասեմ, կարա ինչ մեկնաբանության դաշտ ասես բացվի։ Դրա համար մանավանդ որ դրա համար ես ֆիքսում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Ոնց էլ անենք սա հանրազատումը։ Հայաստանի տարածքը պետքա լինելու է եւ է 29743 քառակուսի կիլոմետր։